Իհարկե, եթե մարդ շաբաթ 11:30 քնած է, հաճելի չի լինի արթնացնել, բայց դե սենց բան է կյանքը։ Այդ դրանց մոտ։ Չկա։ Հա, ասեցի մի վարքյան, չլսեցի։ Հələ տեղել ծեցի, ծեցեք էլի դռները։ Բարև ձեզ, ոնց եք, կայլա բալիկի մի հատ նվիրեմ սրանից, ինչ անունը ճուտո, հա, լավ եք, ոնց եք, ես որ երորդ բալիկն ա ձեր, ահա, երորդ և յուրաքանչյուր երորդ հաջորդ երեխայի 50,000 նպաստները ստանում եք, շատ լավ է, ամեն ամիս ստանում եք, օգնում ա ձեզ, գոհ եք, որ ստանում եք, իս երեխայի միջև 2 տարեկանի խնամքի նպաստ ստանում եք, ինչքան եք ստանում նպաստ, 31,600 և 50,000 երեխայի 80,000 նպաստ եք ստանում, աշխատում ա ձեր ամուսինը, թե չի աշխատում, բախի չի աշխատում, այսինքն դրանով եք ապրում, այդ 80,000 դրամով եք ապրում, այս վարձով ա, թե ձեր տունն ա, հա, շատ լավ, իսկ ինչ մասնագիտություն ունի ամուսին, երեխեքը դպրոց գնում են, թե փոքր են, շատ լավ եղեք, բարև ձեզ, ձեր ձերքը սեղմ է, հա, ոչինչ, մի հատ ձեզ ես մեր բանից մագնիս չկա, ես մագնիսից ձեզ նվիրեմ, Հայաստանի քարտեզն է, լավ եք, թոշակ ստանում եք, գիտեք, որ ավելացել է, իսկ անկանխիկ կարողանում եք առևտուր անեք, թե չէ, ով ա ձեր փոխարեն առևտուր անում, հա, շատ լավ, իսկ գիտեք առողջության ապահովագրության մասին, բայց դիմել եք, թե չեք դիմել, չեմ կարան, ինչի, գնալը չեմ կարան, դե բայց դե ձեր ուղեկիցը ինչի չի ուղեկցի ձեզ, ինքը ունում աշխատանքի Տիկին Ավանեսյանը ստեղ չի, ընտանեկան բժիշկը չի գալիս, չի այցելում ձեր, մի րոպե, եթե Ավանեսյանը ստեղ է թող մոտենա, մի հատ առողջապահության նախարարը ստեղ է, մի հատ մոտենա տենանք ձեր խնդիրներին ոնց կարանք օգնենք աջակցենք, կգնանք ժողովուրդը շատ է, մի բան մի քիչ նորմալ չի էլի սարքած, ինչ մտքով, որ մարդիկ շատ է, Տիկին Ավանեսյան, եթե մարդը խնդիր ունի առողջական բժշկական կենտրոն գնալու, ընտանեկան բժշկին կարա հրավիրի, այսինքն տնային այց կարող է ձևակերպեք, զանգեք բժշկական կենտրոն, ժամ կնշանակի, բժիշկը կգա։ Բայց դե ասեցիք, որ ուղեկից ունեք, չէ։ Ուղեկիցը ես հայերեն մի քիչ ենքան լավ։ Նկատի ունեմ սաժիծելնիցա ունեք, չէ։ Բա ինքը ինչի չի կարա զանգի, կանչ ձևակերպի։ Հա շատ լավ։ Եթե դուք ունեք համար հեռախոսի, ձեր համարը տամ իրանք ձեզ զանգեն։ Հա, ունեմ ես։ Դե ասեք համարը։ Գրեք Տիկին Ավանեսյան, գրեք։ Հա, կամած բան արեք, ես ուր է հեռախոսը։ Հիմի այդ տներում մարդ չկար։ Համար անգիր կարող եք հիշեք։ Ասեք։ 94 54 Բան չի չպարևից։ Տվիք բան։
Չէ, դե ձեզ ենք սպաս։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Ուզում եմ ձեզ մի հատ նվիրեմ։ Քանի տարեկան եք դուք։ 66 Կարելի է, ես իմ ձեռով փակցնեմ, էլի։ Այսինքն Համենամ հարմար է, Մենակ բայց է։ հարմար է։ Մենակ եմ բռնակի։ Ահա։ Եթե թույլ տալիս եք, հաճույքով կգամ։ Այս պահին եք մենակ, թե մենակ եք բնակ։ Ոնց եք։ Ինչ զբաղմունք ունեք։ Թոշակ եմ գնացել։ 66 տարեկան եք ասացիք։ Դե հիմա ձեր թոշակը ավելանում է, առողջության ապահովագրություն էլ ունեք։ Դες իրավապահ մարմիններում եմ աշխատել։ Դե առավել եւս ավելանում է, չգիտեմ ինչքան է ավելանում, բայց ավելանում է։ Այո, զինվորական թոշակ եք ստանում։ Չէ, քնչականում եմ եղել։ Հա, շատ լավ։ Շատ լավ։ Ու առողջության ապահովագրությունն էլ ունեք։ Ունեմ։ Ստեղ հետաքրքիրը գիտեք ինչ է, հիմա 3 դուռ բացեցինք, կներեք էլ 2 րոպե բան անեմ, ներկայացնեմ, 3 դուռ բացեցինք, 3-ում էլ մի տեղում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան ծրագրի շահառու է եւ նաեւ միջև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է ստանում եւ 2 մյուս դռները, որ թոշակառուներ էին, թոշակներն է ավելանում եւ նաեւ առողջության ապահովագրությունը։ Իհարկե շատ լավ տեսք ունեք, ես ձեզ մաղթում եմ, որ առողջության ապահովագրությունից օգտվելու անհրաժեշտություն չունենաք, բայց Աստված եթե Աստված չանի, եթե անհրաժեշտություն ունենաք, առողջության ապահովագրություն ունենաք։ Լավ եղեք։ Կներեք ներխուժման համար։ Հարգելի գործընկերներ, ձեզ հետ եմ ուզում կիսվեմ հետևյալ տպավորությամբ։ Բարձացանք եւ 3 դուռ ծեծեցինք։ Բարև ձեզ։ 3 դուռ ծեծեցինք, հələ խնդրում եմ մեր թիմի ներկայացուցիչներին ուշադրություն։ 3 դուռ ծեծեցինք, ուրեմն պարզվեց 3 դռան հետևում էլ ապրում են մեր ծրագրերի շահառու մարդիկ։ Առաջին դուռը երրորդ երեխան էր ծնվել եւ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան 50000 դրամներ ստանում եւ նաեւ երեխայի միջև 2 տարեկան խնամքի նպաստը, այսինքն 50000 պլյուս 30000, դե ցավոք ասեց որ ամուսինը չի աշխատում, չգիտեմ, կարող է, բայց փաստացի այդ ընտանիքը ապրում է այդ 2 սոցիալական ծրագրի հաշվին։ Իհարկե հույս ունենանք որ ամուսինը աշխատանք կգտնի եւ կաշխատի։ Մյուս 2 դռներում թոշակառուներ էին, որոնց թոշակը 10000 դրամով բարձանում է, ֆորմալ նոմինալ թոշակը դե պարզ է, հետ վճարը եւս 10000 դրամ եւ երկուսն էլ առողջության ապահովագրության շահառու են։ Այսինքն պատահական սկզբունքով հարկ դուռ, որտեղ 3 դուռ, 3 ընտանիք եւ 3-ն էլ մեր սոցիալական ծրագրերի շահառու են։ Սա շատ կարեւոր արձանագրում է։ Էսա ուրիշ դռներ էլ բացեցենք, ուրիշ տեղեր էլ ենթադրվում է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Որ իմանայինք տանն եք, ձեր տուն էլ կգայինք։ Բարձանանք։ Բարձրակալա մեր խոսքով ընդհանրապես ներկայացրել 2000 թվականից Հայաստանում եմ գնացել, բայց անօրինակ է, ոչ մի թուղթ չունեմ, Արցախը ոչ մի Քաղաքացի եք։ ոչ մի քաղաքացի։ Բա ինչի։ Ոչ մի թուղթ չունեմ, օրենքով, որ ծնվել եմ թուղթ ստանում, իջերումա ընդդեմ քաղաքացի։ Ընդենը որտեղ է։ Դե եղբայր, սենց ոտի վրա ես։ Օրենքի նախադեպ շորոմով Պետք է դիմեք քաղաքացիություն ստանաք։ Եթե մերժման հիմք չկա, կտանք քաղաքացիություն։ Օրենքի մտես կետ չկա, որ քաղաքացիություն տա։ Ոնց չկա տենց կետ։ Բացառությամբ նախագահի շնորհով լինի, Ընդհանրապես ներողություն։ Մի րոպե, եղբայր։ Եթե դուք քաղաքացիություն չունեք, քաղաքացիություն ընդհանրապես շնորհվում է նախագահի հրամանագրով։ Այսինքն ուրիշ ռեժիմ չկա քաղաքացիություն ստանալու։ Պետք է դիմեք քաղաքացիություն ստանալու համար։ Ստեղ եք ծնվել։ Ախպերս աստե ծնվել։ Չէ, դե դուք բանակա գնացեք, միջև հիմա քաղաքացիություն չի կարող ստանալ, ասում են գնա թուք մեզ տան, այնտեղ քաղաքավոր։ Էս ինչ նամակ է։
Կար համառոտ մնացած թղթերի Դավիթը Գևորգյան ստեղ էր, էլի մի հատ մոտեցեք իմ օգնականն Բայց այստեղ։ հնարքելի դուք ես հաջի շատ տեղեր եք դիպե։ Եղբայր, հա, իմ օգնականն է։ Քցես հարցը։ Ականջի հետև գցելու բան չկա, եթե լուծվող հարց է։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Քանի տարեկան եք դուք։ Ես 65, 61։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հիմա դուք էլ եք փաստորեն մեր երկու ծրագրի շահառու եք։ Առաջին առողջության ապահովագրություն եւ երկրորդ թոշակի բարձրացում։ Եվ երրորդ անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարի ստացում։ Երեք ծրագրերից է տեղյակ եք։ Այո, այո։ Հետ վճար ստանում եք։ Հա, ստանում։ Ինչքան եք ստացել մի հատ այդ բանից դուր։ Ինչքան եք ստացել։ Հետ վճար։ Այո։ Դե նայած- Ամիսը, վերջին անգամ որ ստացել եք ինչքան եք ստացել։ Վերջի անգամ հիվանդ պարկած եմ, եղել տենց առևտուր չեմ արել, 1000 քանի 100 այկ է, Ահա։ բայց 5000 էլ այկ է, 6000 է, բայց այս նորը հələ չեմ ա։ Դե նորով ավելի շատ կստանաք, ավելի շատ։ Մի հատ նվիրեմ սրանից ձեզ։ Ահա, էս սենց։ Ինչ ունեք ասելու։ Ոչի, շնորհակալ եմ։ Հաստատ։ Ինչից հա շնորհակալ։ Հաստատ հիմա ասենք Ուղղակի խաղաղություն լինի։ հիմա որ ասում եք շնորհակալ ենք, դե բանա, եթերա, բանա, ձեր տուն ենք եկել, ձեր տուն ենք մտել։ Հիմա չէ, մի րոպե, հիմա որ դուրը փակենք գնանք, հետևներից եք ասելու շնորհակալ, թե ասելու Չէ, շնորհակալ, շնորհակալ, չեք ասում շնորհակալ։ շատ լավ, շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ։ Բայց մեր Ուղղակի խնդրած դուք ես Եղբայր Աստծո օգնական ես շատ անգամ բազմիցս շատ օգնականների տվել եմ։ եղբայր, ես մի րոպե ես ոչ հարկ եմ Եղբայր, մի րոպե, էլի սպասեք, լսում եք ինչ եմ ասում։ Ես չեմ զբաղվում նրանով զբաղվող ինստիտուտներ կան։ Լավ չես զբաղվում, շատ վատ ես զբաղվում։ Շատ լավ, լսեցին ուղիղ եթերում։ Մարմի, ես այս ֆայդերությամբ խմած ավտոքշեմ, իսկ այնստեղ շտարակ չեն կարող տամ։ Ես կորոնայի ժամանակ մի տուննա որ առած դիմակ եմ ֆռացել։ Եղբայր, ես հասկանում եմ, ասում եմ թուղթը տվեք իմ օգնականին։ Շատ շնորհակալ, դեպա։ Դուք եք հրավիրել, մենք չենք ներխուժում, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ դուք ոնց եք։ Նորմալ, շնորհակալ ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի լինի մեր ոտքը ձեր տանը։ Ինչ եք անում, ինչով եք զբաղվում։ Աշխատում ենք։ Հիմա հանգստանում ենք։ Երեխաներ ունեք։ Դեռ չէ, սպասում ենք։ Իսկ դուք տեղյակ եք, որ այս տունը ոնց եք ձեռք բերել հիպոթեկով, իսկ դուք տեղյակ եք, որ երեխայի ծննդյան դեպքում հիպոթեկի մարման աջակցության ծրագիր կա։ Թորոսյանը, խնդրում եմ Թորոսյանը թող գա, էլի։ Մի հատ Թորոսյանը թող գա։ Չենք հասցնի եղբայր, իրատեսական չի։ Ուրեմն տեղյակ եղեք, որ երեխայի ծննդյան դեպքում բացի այն վճարները, որ ստանում եք, հիպոթեկի գա։ Էսա գա Թորոսյանը հույս ունեմ ավելի լավ կհիշի։ Շնորհակալություն, նստեք։ Ոնց եք, ինչով եք զբաղվում, աշխատանք։ Ատեստավորվել եք։ Երբ որ ատեստավորվեք, ձեր աշխատավարձը կրկնակի կավելանա։ Իմիջայլոց, ասեմ, որ մենք հիմա հաջորդ փուլով ատեստավորված ուսուցիչների համար ատեստավորման նոր գործընթաց ենք սկսել, որ եթե Պարոն Թորոսյան, ուրեմն նորապսակ զույգ է երեխային սպասում, այս տունը վերցրել են հիպոթեկով։ Երեխայի ծննդյան դեպքում մենք ունենք հիպոթեկի աջակցության ծրագիր, կհիշեք ոնց է աշխատում այդ ծրագիրը։ Այնտեղ տան գնից կախված ինչ որ գումար, մայր գումարից բան ենք անում։ Այսինքն երեխան որ ծնվում է, Մեկ է երեխայի կարգաթվից կախված ինչքան առաջինն է։ Առաջինն է, չէ՞։ Եթե չեմ սխալվում, առաջին Ինչքան? դեպքում էլ կա միլիոն բնակարանը 500,000։ Ահա։ ու եթե երկրորդ, երրորդ, չորրորդ համ տանգիննա բարձրանում, համ փոխհատուցվող գումարի չափը։ Այսինքն հիմա ուշադիր կլինեք, միասնական սոցիալական ծառայության հետ աշխատեք, երեխան երբ որ ծնվի, կֆիքսի, որ դուք ունեք հիպոթեք։ Երեխան որ ծնվում է, բացի այն մնացած բաները, որ չգիտեմ, առաջին երեխայի դեպքում հիմա մենք երբ որ երեխան ծնվի, այդ դեպքում ձեր հիպոթեկին միանվագ կառավարությունը փակում։ Հա, գիտեիք, դե մենք էլ այսքան չարչարվեցինք, ասենք լավ, ոչինչ, նրանք ովքեր որ չգիտեն։
արդեն մեր նոր սիրուն լավ պայմաններում կգնանք բալիկ ունենալու ծննդատան։ Հա կհասնենք։ Այո։ Հա ճիշտ է։ Իմիջայլոց դուք երևի արդեն Սիսանի նոր բժշկական կենտրոնում կլինեք, որտեղ պայմաններում բոլորովին Մայիս պատրաստ կլինի, հա։ Տիկին նախարար տեսեք, հա, խոստացել է։ Հա, դրա համար վստահ ասեց, ինչ որ մայիսը մեր հաշվարկների մեջ չէր մտնում։ Սա երեխա ունեցող ընտանիքների Ուրեմն հունվարի 1-ից հետո տան արժեքը չի գերազանցում 35 միլիոն դրամա, եթե չի գերազանցում աջակցության չափը 2 երեխայի դեպքում 1 միլիոն, 3 երեխայի դեպքում Իսկ ծնվելու դեպքում 4 եւ ավելի դեպքում 2 միլիոն։ Առաջի երեխայի դեպքում։ Մեկ տարեկան դառնալու Նոպեսի բաններ, նոր տուն ձեռք բերելու դեպքում է։ Իսկ մինչև 1 երեխային է երկրորդ բաղադրիչ։ Հա, ընտանիքի չունի այլ անշարժ գույք է տելա։ Ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդով մինչև 500,000։ Ուրիշ անշարժ գույք ունեք։ Երրորդ եւ հաջորդի դեպքում մինչև 2 միլիոն։ Համատեղ սեփականության գույք ունեմ, բայց 49 քանի Այդ կարող է խնդիր լինի։ տոկոսը չպետք է անցնի։ Չէ, եթե չի գերազանցում, ոնց որ թե համար։ Կարճ ասած 500,000 դրամ հիպոթեկից փակվում է, ձեզ բարի ազատում լինի, ուրախություն։ Հա, մի րոպե, երկրորդ երեխայի դեպքում էլ աջակցություն կա, երրորդի դեպքում է։ Կարճ ասած, այս տանը մենք ահագին կմասնակցենք, երեխան ձեզանից, մասնակցությունը մեզանից։